Այն ժամանակ, երբ որ պետությունը չի հակազդում իր թշնամական տրամադրված մեկ այլ պետության գործողություններին, նույն բանը պատերազմն է, այսինքն եթե դու չես պաշտպանվում, գալիս գրավում են, նույնը քարոզչություն է, դու չես պաշտպանում կամ չես հարձակվում, դու ես պարտվողը։ Սա ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի գնահատականն է Սյունիքի սահմանից ընդամենը 8-ից 10 կիլոմետր հեռավորության վրա Նախիջևանի Օրդուբակ քաղաքում անցկացված հակահայկական արևմտյան Ադրբեջան ֆորումի վերաբերյալ։ Դավթյանի պնդմամբ այս անգամ միջոցառումն աչքի է ընկել պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ իշխանական ֆրակցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը վկայում է այն մասին, որ ադրբեջանական պետական ապարատը ամբողջությամբ աշխատում է հակահայկական օրակարգը առաջ մղելու ուղղությամբ։ Դավթյանը նկատել է, կազմակերպությունն այլևս ծոսկ հասարակական կառույց չէ, այլ ազդեցիկ միջազգային լծակներ ունեցող հարթակ։ Այդ կազմակերպությունը արդեն ունի իր դեսպանատներում կցորդներ, ունի լուրջ կապեր միջազգային տարբեր կազմակերպություն եւ անհատ ազդեցիկ միջազգային գործիչների հետ փորձում է իր միջազգային օրակարգը ավելի ընկալելի եւ ընդլայնելի դարձնել ամբողջ երկրագնդի վրա եւ ցավոք սրտի պետք է ասենք, որ դա նրանց մոտ բավական հաջող ստացվում։ Ըստ փորձագետի հայկական կողմի պասիվությունը եւ իշխանությունների կողմից անվտանգային սպառնալիքները անտեսելու քաղաքականությունը հանգեցրել են նրան, որ Ադրբեջանը գնալով ավելի համարձակ է դառնում իր նկարտումներով։ Մինչ Հայաստանի գործող իշխանությունները զբաղված են ներքաղաքական հալածանքներով, Ադրբեջանը իրականացնում է նպատակային քարոզչություն, որի վերջնանպատակը Հայաստանի պետականության թուլացումն է։ Գառնիկ Դավթյանը շեշտել է, թշնամու ախորժակի աճը պայմանավորված է Հայաստանի ղեկավարության անվճռականությամբ։ Թույլ ղեկավարի առկայությունն է, վախեցած ղեկավարի առկայությունն է այսօր Ադրբեջանին տալիս թևերը երկարացնելու հնարավորություններ։ Իրենք տեսնում են, որ չկա իրենց հակադարձողներ եւ օգտվում են այդ առիթից։ Յուրաքանչյուր պետությունը դա կաներ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիմել է սահմանադրական դատարան պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Կուսակցության ներկայացուցիչները պնդել են, որ ընտրությունների արդյունքների վրա խախտումների ազդեցությունը մաթեմատիկորեն ապացուցված է։ Կուսակցությունը բացի անվավեր ճանաչելուց պահանջում է նշանակել վերաքվեարկություն, պատճառաբանելով, որ բազմաթիվ խախտումների եւ վարչական ռեսուրսի չարաշահման պայմաններում հնարավոր չէ պարզել ժողովրդի իրական կամքը։ Պահանջել ենք անվավեր ճանաչել արդյունքները, որովհետեւ ըստ էության պահանջը դա է։ Անվավեր ճանաչելու դեպքում սահմանադրական դատարանը 3 հնարավոր որոշում կարող է կայացնել։ Բացի որ անվավեր չճանաչի, անվավեր ճանաչելու դեպքում 3 հնարավոր որոշում կարող է կայացնել։ Մենք պահանջել ենք դրանցից 2-ը։ Առաջինը, որ ամբողջությամբ անվավեր եւ վերաքվեարկություն, որովհետեւ խախտումները եղել են շատ բազմաթիվ, վարչական ռեսուրսի օգտագործումը եղել է հսկայական, ինչքան էլ տարօրինակ չլինի, ուրիշներին են մեղադրում, բայց միջազգային միջամտությունը անվանական եղել է հենց ԿՊ-ի օգտին։ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ ստացել է ուժեղ Հայաստան դաշինքի դիմումը եւ պարտավոր է գործը քննել եւ որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։ Դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո 2-օրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելության հարցը։ Վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության։ Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով։ Ավելի վաղ ուժեղ Հայաստան դաշինքը դիմել էր սահմանադրական դատարան պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դաշինքը հիմք ընդունելով իշխանությունների կազմակերպած զանգվածային ընտրախախտումները 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններում պահանջել էր կենտրոնական ընտրական հանձնաժողովից անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Իմ գործի հետ կապված ձեզ տեղեկացնեմ, որ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանը վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել 2026 թվականի հունիսի 17-ի որոշումները, որոնցով ԿԸՀ-ն բավարարել էր դատախազության միջնորդությունները եւ համաձայնություն տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու ազատությունից զրկելու։ Դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովից վարույթի համաձայն պահանջել է ներկայացնել հունիսի 17-ի որոշումների հիմքում ընկած վարչական վարույթի բոլոր նյութերը, ինչպես նաև նույն օրը կայացած արտահերթ նիստի ձայնագրությունները։ Պահանջված ապացույցները հանձնաժողովը պարտավոր է դատարան ներկայացնել անհապաղ։ Գործով դատական նիստը նշանակվել է հունիսի 22-ին։ Հունիսի 17-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել եւ բավարարել էր դատախազության միջնորդությունը Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Նույն օրը դատարանը որոշում էր կայացրել Ղազինյանին 2 ամսով կալանավորելու։
Մենք ոչ մի դեպքում չենք կարող Հայաստանի վերջին ընտրությունը համարել ժողովրդավարական, ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Մեջբերում, բայց քանի որ մենք մի շարք միավորումների մեջ ենք Հայաստանի հետ եւ ավանդաբար զարգացրել ենք երկկողմ հարաբերությունները, կշարունակենք աշխատել Հայաստանի հետ, հիմնվելով այն փաստի վրա, որ այժմ երկիրը ղեկավարում են մարդիկ, որ իշխանության են մնացել անարդար, ոչ ժողովրդական ընտրությունների արդյունքում։ Մեջբերման ավարտը։ Զատուլինի խոսքով Հայաստանը կշարունակի Ռուսաստանից հեռանալու եւ արևմուտքի հետ մերձեցման քաղաքականությունը, չարաշահելով Դաշնության հետ հարաբերությունները։ Չենք կարող անցկացված ընտրությունը համարել ժողովրդավարական, որովհետեւ հավասար ընտրապայքարի պայմաններ չեն ապահովել։ Ընդհակառակը, կիրառվել են ճնշումներ, որոնք շարունակվում եւ խորանում են նաեւ ընտրություններից հետո, ընդդիմադիր ուժերի եւ նրանց առաջնորդների նկատմամբ, ընդգծել է Զատուլինը։ Թեհրանը երբեք չի վստահել Միացյալ Նահանգներին եւ շարունակում է թերահավատորեն վերաբերվել Վաշինգտոնին, չնայած Մերձավոր Արևելքում հակամարտությունն ավարտելուն ուղղված վերջին համաձայնագրին, հայտարարել է Մեքսիկայում Իրանի դեսպանը։ Նա նշել է, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև լարվածությունը տասնամյակների պատմություն ունի, ԱՄՆ-ին մեղադրելով Իրանի ներքին գործերին պարբերաբար միջամտելու համար։ Դիվանագետը զուգահեռներ է անցկացրել Վենեսուելայի իրադարձությունների հետ, շեշտելով, որ արտաքին միջամտությունն Իրանում հաջողություն չի ունենա։ Ավելի քան 100 օր անց առանց որևէ հաջողության, կարծում եմ նրանք հասկացան, որ չեն կարող հասնել իրենց նպատակներին Իրանում, ասել է նա։ Սա տեղի է ունեցել, երբ Իրանի ֆուտբոլի ընտրանուն արգելել են մուտք գործել ԱՄՆ, ինչի պատճառով թիմը ստիպված է եղել իր մարզաբազան Արիզոնայի Թուսոն քաղաքից տեղափոխել մեքսիկական Տիխուանա։ Իսրայելը հարվածել է Լիբանանին, կա նվազն 18 զոհ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ վերջին սրացումներից ի վեր 4 զինվոր է զոհվել։ Ըստ Ցախալի բանակը հարվածներ է հասցրել Հեզբոլլահի իբր հրադադարի ռեժիմի խախտման պատճառով։ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ հրադադարը կպահպանվի, եթե իհարկե Հեզբոլլահը չխախտի այն։ Մինչդեռ Reuters-ը գրել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում Լիբանանի հարավում իր ռազմական ներկայությունը պահպանելու համար եւ հրաժարվում է դուրս բերել զորքերը։ Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ իսրայելցի մայրերի յուրաքանչյուր արդյունքի համար պետք է արդյունք թափեն հազարավոր լիբանանցի մայրեր։ Ամբողջ Լիբանանը պետք է այրվի։ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վիրավորական արտահայտությունները Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին վիրավորել են ամբողջ երկիրն ու իտալացի ժողովրդին։ Տայանին որոշել է չեղարկել հունիսի 21-ին եւ 22-ին նախատեսված իր պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ։ Դիվանագիտական այս լարվածության պատճառ են դարձել Դոնալդ Թրամփի այն խոսքերը, թե Մելոնին աղաչել է իրեն միասին լուսանկարվելու համար։ Նա երազում էր ինձ հետ նկարվել, նա պարզապես աղերսում էր այդ լուսանկարի համար, այնքան շատ էր ուզում։ Ես նույնիսկ չէի էլ նկարվի, բայց պարզապես խղճացի նրան։ Նա երևի թե ուրախ է, որ ես գոնե զրուցեցի իր հետ, քանի որ պարտավոր չէի խոսել նրա հետ, ասել էր Թրամփը։ Իտալիայի վարչապետը տեսանյութ է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Դոնալդ Թրամփի հայտարարություններն ամբողջությամբ շինծու են։ Ես անկեղծ ասած սարսափած եմ։ Ես չեմ հասկանում, թե ինչու է ԱՄՆ նախագահն իրեն այդպես պահում իր դաշնակիցների նկատմամբ։ Ի վերջո դա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում, ասել է Մելոնին։ Si dimostra molto più accondiscendente, però una cosa se la deve ricordare. Թուրքիայի իրավապահ մարմինները համակարգված հատուկ գործողություն են իրականացրել իսլամական պետությունը աբեկչական խմբավորման դեմ, որը ընդգրկել է երկրի միանգամից 26 շրջան։ Ըստ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տարբեր հասցեներում միաժամանակ իրականացված ռեյդերի արդյունքում ուժայիններին հաջողվել է ձերբակալել 70 մարդու, որոնք կասկածվում են իսլամիստների հետ կապեր ունենալու համար։ Գործով անցնող անձիկ ահաբեկչական կազմակերպությունում կատարել են ֆինանսական համակարգողների դեր։ Նրանք տարբեր բարեգործական հիմնադրամներ են գործել դրամական միջոցներ հավաքելու եւ խմբավորմանը փոխանցելու համար։ Ձերբակալվածներն ակտիվորեն զբաղվել են սոցիալական ցանցերում նոր անդամների ընդգրկմամբ եւ իսլամական պետության ծայրահեղական գաղափարների տարանցմամբ ու քարոզչությամբ։ Իրանցի երգչուհի Պարաստու Ահմադին եւ նրա պրոդյուսերական թիմի 8 անդամ դատապարտվել են 74 մտրակի հարվածի։ Բացի մտրակահարությունից դատարանը արտիստների նկատմամբ սահմանել է նաեւ 2 տարվա արտասահման մեկնելու արգելք եւ 2 տարվա մշակութային գործունեությամբ զբաղվելու սահմանափակում։ Խիստ պատժի պատճառ է դարձել 2024 թվականի դեկտեմբերին երգչուհու YouTube-յան ալիքով հեռարձակված համերգը, որտեղ նա առանց հիջաբի կատարել է հայրենասիրական երգ։ Տեսանյութը համացանցում միլիոնավոր դիտումներ է
հավաքել, ինչից հետո երգչուհին ու երաժիշտները կարճ ժամանակով ձերբակալվել էին, իսկ ավելի ուշ նրանց դեմ պաշտոնական գործ էր հարուցվել համացանցում անբարոյական բովանդակություն տարածելու եւ հասարակական բարոյականությունը վիրավորելու մեղադրանքով։